Բարոյձես առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Երևան են ժամանել Հայաստանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեաժողովի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպե Գալատին։ Նրանք հանդիպեն ազգային ժողովի խմբակցությունների հետ կքննարկեն ընտրական օրենսգրքին առնչվող հարցեր, հիշեցնեմ, ընտրական օրենսգիրքը առաջին ընթերցմամբ ընդունվել է 98 ձայնով, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ առաջին ընթերցումն անցել է քաղաքական համաձայնության մթնոլորտում։ Ազգային ժողովի падգամավոր Ալեքսանդր Արզումանյան, բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Այդպես է քաղաքական համաձայնության մթնոլորտում է անցել առաջին ընթերցումը։ Դեռևս ամբողջական կոնսենսուսի մասին խոսել թերևս շուտ է, բայց կա պատրաստակամություն հեղինակների կողմից հաշվի առնել բոլոր առաջարկները։ Այս պայն քննարկումները շարունակվում են, ես ինքս կողմ քվեարկած падգամավորներից եմ, հաշվի առնելով, որ իմ առաջարկներից մի քանիսը ընդունվել են, իսկ մի քանիսի պարագայում պատրաստակամություն կա աշխատելու եւ շարունակում ենք լիահույս եմ, որ այդ առաջարկներն էլ կընդունվեն եւ նաեւ չի ավարտվել այդ 4+4+4 ֆորմատը, որը նույնպես վերջին հայտարարություններից երևում է, որ ինչ առաջխաղացում ստացվում է, տեսնենք։ Բայց ասում են այս 4+4 ձևաչափը չի աշխատում։ Ինչու է այդպես, ինչն է։ Չի աշխատում այն իմաստով նման քննադատություն կար, որ ավելի առաջին 1-2 հանդիպումները ավելի շոուի վերածվեցին, եւ ավելի շատ ցանկություն կար դիմել հեռուստադիտողին, նկարահանման միջոցով, քան բուն տեքստին, օրենսգրքի, եւ այն պայից սկսած, երբ որոշվեց, որ այդպիսի ցանկությունների պակաս չի զգացվի առաջիկայում ենթադրում։ Անշուշտ, բայց որոշվեց, որ քննարկումները փակ ֆորմատով կընթանան եւ դա հնարավորություն է տալիս ավելի ըստ էության քննարկել։ Ես ինքս այդ ֆորմատներին չեմ մասնակցում, ընդհանրապես ֆորմատի ձևավորման կարգը մի քիչ անհասկանալի մնաց այդպես էլ, բայց տարբեր ֆորմատներով հանդիպումներ կան եւ հուսանք, որ հնարավոր կլինի այնպիսի օրենսգիրք ստանանք, որը հավասարաչափ չի բավարարի բոլոր կողմերին։ Այսինքն ձեզ համար պարզ չի ինչ են փնտրում այդ ձևաչափերում, երբ հանդիպում են քաղաքական տարբեր օրենքներ։ Չէ, ակնհայտ է կան միասնական 5 պահանջներ ներկայացված ընդդիմությունը ներկայացնող մի շարք կուսակցությունների կողմից, այդ թվում եւ մենք ենք այդ առաջարկները ներկայացրել, բայց կա երկու մոտեցում, մեկը, որ ամբողջությամբ 5 պայմանը առանց որևէ տարաձայնության ուրեմն ընդունվի, կամ աշխատել եւ գալ կոնսենսուսի։ Նման օրինակ կարևորագույն պահանջներից մեկն է քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակումը քվեարկությունից հետո, որը իշխանությունը մշտապես մերժել է, բայց Դավիթ Հարությունյանը առաջարկ է ներկայացրել, որը բավարարում է ընդդիմադիր մի շարք կազմակերպությունների, դա այն է, որ տպվում է համարները քվեարկած ընտրողների եւ կցվում է ընդհանուր արձանագրությանը, ինչը մեզ հնարավորություն կտա ճշտելու յուրաքանչյուր կոնկրետ տարածքում ընտրողների ինքնությունը եւ դա հնարավորություն է տալիս առանց հրապարակելու ինտերնետում, ունենալ հնարավորություն ճշտելու։ Համազեկուցողները եկել են ճիշտ այն պահին, երբ դուք այդ հանգուցային հարցերն եք քննարկում։ Կապ կա այստեղ, նրանք հենց այդ պահն են ուզում դիտարկել։ Չեմ կարծում, ժամանակացույցը նախապես համաձայնեցված էր, ուղղակի համընկել է, այնպես ստացվեց, որ այս օրերին թե քննարկումներ են գնում թե աշխատանքային խմբի հետ եւ թե համազեկուցողները այսօր հանդիպել են խմբակցությունների հետ, ես հնարավորություն կունենամ առանձին հանդիպելու նաև իմ տեսակետները հայտնելու։ Ինչ նշանակություն պետք է տալ այսպիսի այցերին։ Գիտեք, պետք չէ մտածել, որ ինչ-որ մեկը պետք է գա մեզ թելադրի, թե մենք ինչպիսի օրենսգրքով առաջնորդվենք։ Այսպիսի այցելությունները կարևորվում են նրանով, որ հնարավորություն կա համաշխարհային փորձը քննարկել եւ խորհուրդներ հարցնել, առաջարկներ ներկայացնել, բարձել այդ առաջարկների իրականացման դեպքում ինչպիսին կլինի միջազգային հանրության մոտեցումը, կան ի վերջո մենք հեծանիվ չենք հորինում, կան միջազգային ստանդարտներ, որ պետք է ամեն կերպ ձգտենք այդ ստանդարտներին համապատասխանեցնել մեր օրենսգիրքը։ Յուրաքանչյուր երկիր ունի իր յուրահատկությունները, դրանով իսկ հանդերձ մենք պետք է փորձենք
գտնենք այնպիսի մի օրենսգիրք, որը բավարարի թե մեր ներքին աուդիտորիային, թե մեր միջազգային գործընկերներին։ Որը կլինի մեր յուրահատկությունը։ Դու մեր յուրահատկությունը պետք է փորձենք հրաժարվենք մեր յուրահատկություններից։ Մեր յուրահատկությունն է եղել համատարած կեղծիքը, կարուսելների կիրառումը, տարբեր հնարքների կիրառումը, որովհետև մենք ունեցել ենք նորմալ օրենսգիրք, հիմա նախորդ օրենսգրքերում չի եղել այնպիսի թեզ, որ պետք է կեղծել ընտրությունը կամ մենք պատրաստ ենք քաղաքական կամք ցուցաբերելու եւ կամովին հրաժարվելու այդ ընտրակաշառքներից, մարդկանց զորով տեղամաս բերելուց, մարդկանց ահաբեկելուց, թե շարունակելու ենք հին ոճով։ Հույս կա, որ նոր մոտեցումները առաջարկվող էլեկտրոնային համակարգների ներդրումը բերելու է նրան, որ հնարավոր կլինի, եթե ոչ բացառել, գոնե մինիմումի հասցնել հենց ընտրատեղամասում կեղծիքների քանակը, ինչ մնում է ընտրատարածքից դուրս, դա արդեն ընդհանուր մշակույթի հետ, ընդհանուր մեր մենթալիտետին զուգընթաց փոփոխություններ են, որ պետք է հուսանք, որ կիրականանան։ Պարոն Արզումանյան, այսինքն էլեկտրոնային համակարգի ներդրման շուրջ է հիմնական կռվանը։ Ձևակերպենք այսպես, եւ եթե կոնսենսուս պետք է լայն կոնսենսուս պետք է կայանա, ապա պետք է կայանա այս համակարգի շուրջ։ Ինչու՞ չի կայանում այդ։ Չէ, տեսեք, նախ այդ էլեկտրոնային քվեարկության համակարգը ինքնին տարատեսակ է լինում, կա մոտեցում ամբողջովին էլեկտրոնային անել, հաշվարկը եւ այլն։ Մենք որևէ մեկի փորձից օգտվում ենք։ Տարբեր երկրների փորձ են հաշվի առնում, բայց քանի որ ժամանակը քիչ է եւ մի շարք կուսակցություններ այնուամենայնիվ տարակարծություններ ունեն, մտահոգություններ, որ միանգամից ամբողջովին փոխելու համակարգը շատ վտանգավոր կլինի եւ մեզանում այդ փորձը չկա, կա տարբերակ, որը առաջարկվում է եւ տանում է դեպի կոնսենսուս, գոնե նույնականացումը ընտրողի իրականացվի էլեկտրոնային համակարգով։ Այստեղ մի շատ կարևոր բան կա, որ բոլորս պնդում էինք, որ լինի միայն նույնականացման քարտերով իդենտիֆիկացիան, ինչը կբացառեր հնարավոր կրկնակի քվեարկությունը, ուղղակի պարզապես այս պահին ընդամենը 750,000 Հայաստանի քաղաքացիներ ունեն ID քարտեր եւ դրա տպագրելու ապահովումը շատ բարդ խնդիր է եւ կա անհրաժեշտություն լրացուցիչ ուրեմն գումարներ ծախսելու եւ այստեղ է որ եթե լինի կոնսենսուս, ապա բոլորս միասին կարող ենք դիմել դոնոր կազմակերպություններին, միջազգային հանրությանը, խնդրելով ապահովել մեզ այն սարքավորմամբ, որ անհրաժեշտ կլինի ամբողջովին անցնել։ Առասարակ դժգոհություն կա, որ մեր էլեկտրոնային համակարգը, ինչ առաջարկվում է ներդնել, արհեստականորեն բարդացված է։ Դուք ունեք այդ տպավորությունը։ Ոչ, բավականին հետաքրքիր լուծումներ են գտնվել, համակարգը դեռևս մենք չենք փորձարկել, բայց վերջնական համաձայնությունից հետո բոլոր կուսակցությունները ի վիճակի կլինեն փորձարկելու։ Ես լինելով մաթեմատիկոս մասնագիտությամբ, բավականին վստահությամբ եմ վերաբերվում այդ համակարգերի ներմուծմանը, իսկ ինչպիսինի վրա մենք կանգ կառնենք, ժամանակը ցույց կտա, այսինքն։ Հիմա դեռ չեք կարող ասել, էլեկտրոնային համակարգը կանխում է անձի փոխարեն քվեարկություն։ Կկանխեր, եթե վստահաբար միայն ID քարտերով լիներ, այս պարագայում առաջարկվող համակարգը թույլատրում է քվեարկել թե կենսաչափական անձնագրերով, թե հասարակ անձնագրերով եւ թե ID քարտերով։ Այդ հնարավորությունը օգտագործել տարբեր անձնագրեր մի քիչ կասկածի տեղիք թողում է, նաև պետք է հաշվի առնել, որ կա վերաքննիչ դատարանի վճիռ, որով անվավեր անձնագրով կամ վավերականությունը կորցրած անձնագրով կարելի է այնուամենայնիվ քվեարկել, ինչը ես կարծում եմ տեղիք է տալիս կեղծիքների, այնպես որ կապրենք կտեսնենք ինչ լուծում կգտնենք։ Հիմա միջանկյալ ուզում եմ հիշեցնել, որ Վենետիկի հանձնաժողովը իր կայքում, որ տպագրել է ընտրական օրենսգրքի այս տարբերակը, ունի 8 առաջարկություն, 3 հիմնական, 5 լրացուցիչ։ Սրանք հաշվի առնվում են ձեր։ Այո, քննարկվում են եւ լուծումներ են առաջարկվում, անպայման չի ամբողջությամբ նույնությամբ ընդունվի առաջարկը, բայց հաշվի առնել կարծիքը անհրաժեշտ է։ Այդտեղ կային նաեւ մեր մտահոգությունը կար ազգային փոքրամասնությունների հետ կապված իմպերատիվ պահանջը, որը արդեն փոխվել է, այլևս դա պարտադիր չէ եւ
չի տա հնարավորություն կամ էական մոտեցմամբ այս կամ այն կուսակցությանը գրանցել, քանի որ ոչ բոլոր փոքրամասնություններն են ընդգրկված, այնպես որ դրա լուծումն է գտնվել եւ նման առաջարկներ կան։ Հիմա այս նրբությունն էլ է հարկավոր հասկանալ։ Եթե այս մարդիկ գալիս են եւ իրենց փորձը առաջարկում են, որ այստեղ պետք է այսպես վարվել, եւ այդ առաջարկությունը դուք ասում եք մենք կարող ենք գիտություն ընդունել, բայց իսկ դա պարտադիր պայման չի համարվում։ Ոչ, դա ընդհանրապես խորհրդատվական գործունեություն է, մեզ խորհուրդ են տալիս։ Այդ խորհուրդը կարող է ապագայում արդեն դիտորդական առաքելությունները հաշվի առնելով իրենց մշտադիտարկումը, ասեն, որ քանի որ դուք այս խորհրդին ականջալուր չեղաք, դուք թերացումով անցկացրեցիք ընտրությունը։ Շատ էր ժամանակին շրջանառվում քողարկված մեծամասնություն արտահայտությունը, որ այս ընտրական օրենսգիրքը չի առաջարկում ամբողջովին համամասնական ընտրություններ եւ դրան զուգահեռ սկսեց շրջանառվել այդ քողարկված մեծամասնություն արտահայտությունը։ Վերջին օրերին չկա ընդդիմադիր հատվածը այս մասին քիչ է խոսում, հաղթահարվել է այս բարիերը։ Չի հաղթահարվել, ուղղակի իշխանությունը կրականապես հրաժարվում է անցնել 100%-անոց համամասնական այն իմաստով, ինչպես մենք ենք դա հասկանում, միայն համապետական ցուցակով ընտրություններ, այլ առաջարկում է այդ 50% համամասնական ցուցակով եւ ուրեմն մնացած 50%-ը ձայների պետք է բաշխվեն ըստ տեղական տարածքային ցուցակների, ինչը ինքնին նաև լինելով համամասնական, նաև ունի մեծամասնականի ինչ-որ տարրեր։ Դե Հայաստանում դրանից խուսափել հնարավոր չի։ Պետք է առաջարկեք այնպիսի տարբերակ, որտեղ այդ հնարավորությունը բացառվի, բայց դա Տեսեք, տարբերակներ կան եւ մեզ թվում էր, որ գոնե այս փուլում հնարավոր է անցնել 100%-անոց համամասնական ցուցակի եւ հետագայում հետզհետե անցնել այս տարբերակ։ Այս տարբերակը ամենևին հակաժողովրդավարական չէ։ Այս տարբերակով օգտվում են տարբեր եվրոպական երկրներ եւ շատ լավ ընտրություններ են անցկացնում։ Մենք ուղղակի հաշվի պետք է առնենք մեր իրողությունները եւ գիտակցենք, որ նման համակարգը հնարավորություն է տալիս իշխանական լծակներ ունեցող ցանկացած օղակի ներկայացին օգտագործել իր այդ ադմինիստրատիվ ռեսուրսը։ Այստեղ խոսք է գնում, որ յուրաքանչյուր 13 ընտրատեղամասերում պետք է առնվազն 5 եւ ամենաշատը երևի 15 տեխնացուներ ունենաս եւ այստեղ իշխանությունը ունենում է ֆորա, որտեղ կարողանում է գործող գյուղապետերի, թաղապետերի, գազի, լույսի եւ այլ գրասենյակների ղեկավարներ նշանակելով այդ ռեսուրսը ներգրավել։ Ապագայում սա շատ լավ համակարգ կարող է լինել, երբ մեզանում կգործեն արդեն զուտ ընտրական տեխնոլոգիաները, այսօրվա դրությամբ հաշվի առնելով մեր փորձը դարը փորձը կարծում եմ սա տեղի կտա տարբեր ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման։ Երբ դուք ասում եք դարը փորձը, տպավորություն է ստեղծում, որ մեր բոլոր ընտրություններում ընտրական օրենսգիրքն է մեղավոր եղել։ Ոչ, ամենևին, մեր բոլոր ընտրակեղծիքներում մեղավոր ենք մենք, բոլորս, քաղաքացիները, որ հանդուրժում են, իշխանությունը, որը օգտագործում է ռեսուրս, քաղաքացին, որը վաճառում է իր ձայնը, բոլորս էլ հավասարապես մեղավոր ենք։ Ուղղակի այս ընտրական օրենսգիրքը պարտադիր էր, որպեսզի մենք կարողանանք նոր սահմանադրությանը համապատասխանեցնել։ Նոր սահմանադրություն է, նոր կառավարման համակարգ, օրենսգիրքը պետք է փոխվի, ուղղակի օգտվելով այս հնարավորությունից նաև փորձում ենք այնպիսի օրենսգիրք ընդունել, որը համապատասխանի միջազգային չափանիշներին։ Մատնահետի պահանջը ուժի մեջ մնում է։ Այո, դա մեծ հաշվով մի քանի տարբերակ կա, ինքնին ID քարտը պարունակում է մատնահետ եւ կենսաչափական անձնագրերը նույնպես ունեն մատնահետքը, առաջարկ կա, որ յուրաքանչյուր ընտրող քվեաթերթիկը ստանալուց առաջ տա իր մատնահետքը, նաեւ ինչը հնարավորություն կտա ընտրություններից հետո համեմատելու, թե նույն մատնահետքով մարդ տարբեր տեղեր կարող է մասնակցած լինի, թե ոչ։ Դա արվում է ավելի շատ բացառելու համար կրկնակի քվեարկությունները։ Այդտեղ էլ վարիացիաները շատ են եւ քննարկումները դեռ շարունակվում են։ Իսկ ցուցակների հրապարակման կոնսենսուսը որ կետի վրա է կանգ առնում։
Ես վերջնական չգիտեմ այդ 4+4 ֆորմատի վերջնական որոշումները, բայց այն տարբերակը, որը առաջարկվել է, շատերիս կասկածները փարատում է, որովհետև մենք հնարավորություն կունենանք ոչ թե գնանք եւ խնդրենք, որ մեզ մի ժամ, 2 ժամով ինչպես առաջարկվում էր այդ ցուցակները տրամադրվեն, այլ կունենանք հստակ յուրաքանչյուր ընտրատեղամասում այն մարդկանց համարները ըստ ցուցակի, որոնք մասնակցել են քվեարկության։ Նրանց իդենտիֆիկացիան կլինի շատ դյուրին եւ հնարավորություն կտա բարձելու կան արդյոք մարդիկ, որոնց փոխարեն այլ մարդիկ են քվեարկել։ Ձեր ընդդիմադիր գործընկերներն առաջարկում են փաթեթային կոնսենսուս։ Կբացատրեք ինչ է սա ենթադրում։ Չեմ կարող ասել, որովհետև փաթեթային կոնսենսուս ինքնին ներքին հակասություն պարունակող արտահայտություն է, որովհետև դա նշանակում է ողջ փաթեթը մեր առաջարկների պետք է ընդունվի։ Յուրաքանչյուր կողմ, որը նման նախապայման է դնում, արդեն իսկ կոնսենսուսին հակառակ մոտեցում է ցուցաբերում։ Կոնսենսուսը պետք է ձևավորվի կողմերի փոխզիջումների միջոցով, կողմերի պատրաստականությամբ այդ կտրուկ պահանջը բերել այնպիսի տեսքի, որ մյուսի հակափաստարկը նաև ունենա իր լուծումը։ Սա կլիներ կոնսենսուս, իսկ Հիմա եթե կայացավ ձեր նշած կոնսենսուսը եւ բոլոր հարցերին տրվեցին համարժեք պատասխաններ, բոլոր կողմերը գոհ եղան, մենք ունենալու ենք կատարյալ ընտրություններ այս օրենսգրքով։ Կոնսենսուսով ընտրված։ Ես թեևս կբացառեի հնարավորությունը, որ բոլոր կողմերը գոհ մնան։ Նման բան ես գոնե մոտակա ապագայում Հայաստանում չեմ պատկերացնում։ Միշտ կլինեն կողմեր, որոնք բավարարված մինչև վերջ չեն լինի, եւ դա հնարավորություն է տալիս ապագայում ասելու, որ այ քանի որ իմ առաջարկը չընդունվեց, դրա համար էլ բան չէր։ Հակառակ դեպքում շատ նման միակարծություն մեր հասարակությունում ես չեմ պատկերացնում այս բևեռված հասարակության մեջ։ Բայց ցանկությունն այնպեսին է, որ պետք է ստանալ այնպիսի օրենսգիրք, ընտրական ու այնպիսի օրենսգիրք, որը բացառի որևէ մեկին միջամտել ընտրություններին։ Ամենայն դեպս նվազեցնի այդ հնարավորությունը գոնե։ Դուք որոշել եք քաղաքական առաջիկա իրադարձություններին ինչ մասնակցություն եք ունենալ։ Ավարտում ենք արդեն պարոն։ Մենք քննարկումներ ենք վարում բոլոր լիբերալ ուժերի հետ, ազատական թևի հետ, կարծում եմ, որ մենք դատապարտված ենք միասնական լիբերալ դաշինքով հանդես գալ եւ նաեւ այս նոր կառավարման համակարգը պարտադրում է, որ մենք կարողանանք գաղափարական հենքի վրա դաշինքներ կազմել, փորձը ցույց է տալիս, որ այլապես յուրաքանչյուր դաշինք մինչ օրս որ ունեցել ենք ազգային ժողովում դատապարտված է մասնատման եւ չկա որևէ դաշինք, որ ամբողջ իր ժամկետը աշխատած լինի, նույնը վերաբերում է այս գումարման ազգային ժողովին, այնպես որ գաղափարական հենքի վրա հավաքված կուսակցությունները շատ ավելի տրամաբանական է, որ միասին կանցնեն ողջ ճանապարհը ազգային ժողովում։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, իմ զրուցակից ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էր։ Հաջողություն։